Կորան հարգված մարդ էր։ Ղի սերունդ, տաճարում ծառայելու համար ընտրված ցեղի մի մասը։ Նա գիտեր սուրբ գրությունները, հասկանում էր ծիսակատարությունները, քայլում էր առաջնորդների մեջ։ Բայց կար մի բան, որը նրան ներսից կրծում էր, հարցը, որը նա չէր կարողանում լռեցնել։ Ինչու Մովսեսը։ Ինչու Ահարոնը։ Ինչու ոչ ես։ Այս լուր հարցը վերածվեց դավադրության։ Եվ այդ դավադրությունն արթնացրեց մի բան, որին Կորան երբեք չէր պատկերացնում դիմակայել։ Այն, ինչ տեղի ունեցավ հետո, այնքան ծայրահեղ էր, այնքան աննախադեպ, որ հենց ինքը Մովսեսը դատաստանից առաջ հայտարարեց. Եթե սա տեղի ունենա, դա կլինի մի բան, որը երբեք չի եղել մարդկության պատմության մեջ։ Եվ դա տեղի ունեցավ։ Երկիրը բացվեց։ Մարդիկ ողջ կուլ գնացին։ Եվ անապատը լռեց, մի լռություն, որն ավելի մեծ կշիռ ուներ, քան ցանկացած ճիչ։ Սա այն պատմությունն է, որը շատերը նախընտրում են չպատմել։ Բայց սա մի պատմություն է, որը պետք է լսվի։ Երբե մտածել եք, թե ինչն է դրդում մարդուն մարտահրավեր նետել մի բանի, որը նա գիտի, որ իրենից մեծ է։ Կորան դգետ չէր։ Նա սովորական ապստամբ չէր, մղված ազդակով կամ հուսահատությամբ։ Նա խտացի էր։ Դա նշանակում է, որ նա արդեն ուներ արտոնություններ, որոնք իսրայելացիների մեծ մասը երբեք չէր ունենա։ Մինչ մյուս 11 ցեղերը զբաղվում էին անասնապահությամբ, ցանքսերով սովորական գործերով, խտացիները առանձնացվել էին սուրբ ծառայության համար։ Նրանք գրում էին Խորանը։ Նրանք հավաքում քանդում էին այն կառույցը, որտեղ բնակվում էր Աստծո ներկայությունը։ Նրանք ավելի մոտ էին սրբությունների սրբոցին, քան ցանկացած այլ սովորական իսրայելացի։ Բայց դա բավարար չէր։ Կորայի համար կար մի արգելք, որը նա չէր ընդունում։ Ղի ցեղի ներսում միայն մի կոնկրետ ընտանիք կարող էր իրականացնել լիարժեք քահանայություն՝ Ահարոնի ընտանիքը։ Միայն Ահարոնը նրա որդիները կարող էին մտնել սուրբ վայր, զոհեր մատուցել զոհասեղանի վրա, խունկ վառել վարագույրի առջ։ Մյուս խտացիները ծառայում էին շուրջը, բայց երբեք ներսում։ Նրանք մոտիկից դիտում էին, բայց երբեք չէին մասնակցում կենտրոնական գործողությանը։ Կորան նայում էր այս բաժանմանը, տեսնում էր անարդարություն։ Նա նայում էր Մովսեսին, տեսնում էր մի մարդու, ով իրեն բոլորից վեր էր դասում։ Նա նայում էր Ահարոնին, տեսնում էր ժառանգված արտոնություն, ոչ թե վաստակած։ Եվ կամաց այս տեսակետը դարձավ համոզմունք։ Իսկ համոզմունքը դարձավ վրդովմունք։ Եվ վրդովմունքը սկսեց դաշնակիցներ փնտրել։ Նա նրանց գտնելու դժվարություն չունեցավ։ Դաթանը Աբիրոնը Ռուբենի ցեղից էին, Հակոբի անդրանիկ որդու ցեղից։ Ռուբենյանների մեջ կար հին դժգոհություն։ Ռուբենը առաջին որդին էր։ Ըստ ավանդույթի, նա պետք է ունենար առաջնորդությունը։ Բայց Ռուբենը կորցրել էր իր անդրանիկությունը ծանր մեղքի պատճառով։ Եվ հիմա, սերունդներ անց, նրա սերունդները տեսնում էին Ղի ցեղին պատվավոր տեղը զբաղեցնելիս, մինչդեռ իրենք մնում էին լուսանցքում։ Երբ Կորան մոտեցավ, Դաթանը Աբիրոնը ուշադրությամբ լսեցին։ Եվ միայն նրանք չէին։ Իսրայելի 250 առաջնորդներ միացան շարժմանը։ Նրանք սովորական մարդիկ չէին։ Աստվածաշնչյան տեքստը նրանց նկարագրում է որպես ժողովի իշխաններ, ժողովների կանչված, անվանի մարդիկ։ Դա էլիտաներ։ Իսրայելական սոցիալական կառուցվածքի գագաթնակետը բարձրանում էր Մովսեսի Ահարոնի դեմ։ 250 ձայներ ասում էին նույն բանը։ Դուք չափն անցել եք։ Այս հավատքը, որը շատերը կրում են մակերեսային ծով, իմանալով փաստերը, բայց չհասկանալով խորությունը, հենց այն է, ինչը խոստումները վերածում է բեռի, իսկ օրհնությունները հուսահատության։ Կորան ճանաչում էր Իսրայելի Աստծուն։ Բայց ճանաչելը նույնը չէր, ինչ հնազանդվելը։ Եվ այդ տարբերությունը ամեն ինչ արժեցավ։ Կա մի թվային գիրք, որը կոչվում էր Հիսուսի վերջին 7 խոսքերը, որոնք ցնցեցին Երուսաղեմը, որը խորանում է հենց այս կետի մեջ։ Ինչն է բաժանում նրանց, ովքեր գիտեն պատմությունը, նրանցից, ովքեր փոխակերպվում են դրանով։ Քրիստոսի յուրաքանչյուր խոսք խաչի վրա կրում է մի կշիռ, որը շատերը երբեք չեն նկատել։ Եվ երբ դուք հասկանում եք այդ կշիռը, ողջ գրությունը ստանում է այլ չափում։ Եթե ցանկանում եք հիմա մուտք գործել այդ գիրքը, դա պարզ է։ Նայեք ձեր հեռախոսի կամ համակարգչի էկրանին։ Հայտնվում է մի քառակուսի կոդ, PR կոդը։ Վերցրեք ձեր հեռախոսը, բացեք տեսախցիկի հավելվածը, ուղղեք այդ կոդի վրա։ Էկրանին կհայտնվի մի հղում։
Պարզապես սեղմեք այդ հղմանը դուք կուղղորդվեք գրքի էջին։ Եթե նախընտրում եք, հղումը կա նա այս տեսանյութի նկարագրության մեջ։ Հեռախոսով սեղմեք տեսանյութի վերնագրին կամ ավելին տարբերակին նկարագրությունը տեսնելու համար։ Համակարգչով կամ հեռուստացույցով հղումը հայտնվում է անմիջապես տեսանյութի ներքում։ Հազարավոր մարդիկ արդեն խորացնում են իրենց հավատքը այս ընթերցանության միջոցով։ Եվ երբ դուք մուտք եք գործում, դուք նա օգնում եք այս ալիքին շարունակել նման բովանդակություն արտադրել։ Այնպես որ մուտք գործեք գիրքը հիմա թողեք այստեղ մեկնաբանություններում ամեն բառը։ Դիմակայությունը տեղի ունեցավ հրապարակավ։ Դա ոչ մասնավոր զրույց էր, ոչ էլ հարցերը լռության մեջ լուծելու փորձ։ Կորան ուզում էր, որ ողջ Իսրայելն իմանա։ Նա ուզում էր, որ ամբողջ ժողովը տեսնի, որ առաջնորդներին մարտահրավեր են նետում։ Եվ նա իր կողքին ուներ թվեր։ 250 իշխանները փոքր բան չէին։ Դա քաղաքական ուժ էր։ Դա թվացյալ լեգիտիմություն էր։ Դա ճնշում էր։ Նրանք կանգնեցին Մովսեսի Ահարոնի առջ անկեղծորեն ասացին. Դուք ձեզ վրա շատ բան վերցրեցիք։ Ամբողջ ժողովը սուրբ է, բոլորը սուրբ են, Տերը նրանց մեջ է։ Ինչու եք դուք ձեզ բարձրացնում Տիրոջ ժողովրդի վրա։ Հասկանում եք, թե ինչ էր ասվում։ Կորան չէր հերքում ժողովրդի սրբությունը։ Ընդհակառակը։ Նա օգտագործում էր հավաքական սրբությունը որպես փաստարկ բոլորին հավասարեցնելու համար։ Եթե բոլորը սուրբ են, ինչու պետք է ոմանք ավելի շատ մուտք ունենան, քան մյուսները։ Եթե Աստված բոլորի մեջ է, ինչու միայն Ահարոնը կարող է մտնել սուրբ վայր։ Դա մի փաստարկ էր, որը կարծես իմաստ ուներ։ Եվ թերս դա է պատճառը, որ 250 առաջնորդներ ընդունեցին այն։ Բայց կար մի բան, որը Կորան հաշվի չէր առնում։ Ժողովրդի սրբությունը չէր չեղարկում հաստատված կարգը։ Այն փաստը, որ բոլորն արժեք ունեն Աստծո առջ, չէր նշանակում, որ բոլորն ունեին նույն գործառույթը։ Դա նման էր նրան, եթե մեկն ասեր. Մարմնի բոլոր անդամները կարող են, ուրեմն ինչու աչքը չի կարող կատարել սրտի աշխատանքը։ Մովսեսը լսեց ամեն ինչ։ Եվ նրա արձագանքը անսպասելի էր։ Նա չբղավեց։ Չպաշտպանեց իր դիրքը փաստարկներով։ Չփորձեց համոզել ամբոխին։ Նա երեսնիվայր ընկավ գետնին։ Դա մի մարդու ժեստ էր, ով գիտեր, որ սա ավելին է, քան քաղաքական վեճ։ Դա հոգոր էր։ Դա վտանգավոր էր։ Դա մի գիծ էր, որը հատվում էր, որը հնարավոր չէր հետ դարձնել։ Այնուհետ Մովսեսը բարձրացավ առաջարկեց մի բան, որը ոչ ոք չէր սպասում։ Ոչ բանավեճ։ Ոչ քվեարկություն։ Ոչ բանակցություն։ Մի փորձություն։ Հաջորդ օրը Կորան նրա բոլոր հետորդները պետք է ներկայանային խորանի առջ բուրվարներով, այն անոթներով, որոնք օգտագործվում էին սուրբ ծառայության մեջ խունկ վառելու համար։ Յուրաքանչյուրը կրակ խունկ կդներ իր անոթի մեջ կներկայանար Տիրոջ առջ։ Ահարոնը կաներ նույն։ Եվ Աստված կընտրեր։ Ով կընդունվեր, կապացուցեր իր դիրքը։ Ով կմերժվեր դա Մովսեսը թողեց բաց։ Այս առաջարկի մեջ սարսափելի բան կար։ Խունկը նախատեսված էր բացառապես քահանաների համար։ Ցանկացած մարդ, ով կփորձեր այն մատուցել առանց թույլտվության, վտանգում էր իր կյանքը։ Ահարոնի սեփական որդիները Նադաբը Աբիուդը մահացել էին Տիրոջ առջ օտար կրակ մատուցելու համար։ Եվ հիմա 250 մարդ պատրաստվում էին անել հենց դա։ Մովսեսը դեռ փորձեց խոսել առաջնորդների հետ անհատապես։ Նա կանչեց Դաթանին Աբիրոնին։ Ուզում էր զրուցել։ Ուզում էր թերս նահանջելու վերջին հնարավորություն տալ։ Բայց պատասխանը, որ նա ստացավ, լցված էր արհամարհանքով։ Նրանք ասացին. Մենք չենք գա։ Քեզ քիչ է, որ մեզ հանեցիր կատ ու մեղր բխող երկրից, որ մեզ սպանես անապատում։ Հիմա էլ ուզում ես մեզ վրա իշխան դառնալ։ Դու մեզ ոչ մի ավետյաց երկիր չբերեցիր։ Մեզ ոչ արտեր տվեցիր, ոչ այգիներ։ Ուզում ես այս մարդկանց աչքերը հանել։ Մենք չենք գա։ Ուշադրություն դարձրեք, թե նրանք ինչ արեցին։ Նրանք Եգիպտոսը ստրկության, հարստահարման, մահվան վայրը անվանեցին կատ ու մեղր բխող երկիր։ Իսկ դեպի իսկական ավետյաց երկիր ճանապարհորդությունը անվանեցին ձախողում։ Նրանք լիովին շրջեցին պատմությունը։ Այն, ինչ բանտ էր, դարձավ դրախտ։
Այն, ինչ ազատագրում էր, դարձավ խաբեություն։ Սա այն սրտի վտանգն է, որն արդեն որոշել է ապստամբել։ Այն վերագրում է պատմությունը։ Այն օրհնությունը վերածում է անեծքի, իսկ անեծքը օրհնության։ Այն տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել։ Մովսեսը բարկացավ։ Եվ նա աղոթեց։ Ասաց Աստծուն, մի ընդունիր նրանց ընծան։ Ես նրանցից ոչ մի էշ չեմ վերցրել։ Նրանցից ոչ մեկին վատություն չեմ արել։ Դա մի մարդու աղոթք էր, ով գիտեր, որ իրեն անարդարացիորեն են դատում։ Եվ դա նա մի մարդու աղոթք էր, ով գիտեր, որ իրական դատաստանը իրենը չէր։ Հաջորդ օրը եկավ։ Կորան հավաքեց ողջ ժողովին խորանի մուտքի մոտ։ Դա միայն նա 250-ը չէին։ Դա ամբողջ ժողովուրդն էր։ Բոլորն ուզում էին տեսնել, թե ինչ է լինելու։ Բոլորը կողմնորոշվել էին, մեծամասնությունը, ըստ երույթին, Կորայի կողմն էր։ Տիրոջ ներկայությունը հայտնվեց բոլորի առջ։ Եվ առաջին խոսքը սարսափելի էր։ Աստված ասաց Մովսեսին Ահարոնին. «Հեռացեք այդ ժողովրդից, որպեսզի ես նրանց մի ակնթարթում բնաջնջեմ»։ Կարող եք պատկերացնել այս նախադասության կշիռը։ Աստված պատրաստ էր կործանել ողջ ժողովրդին միանգամից։ Ոչ միայն Կորային։ Ոչ միայն 250-ին։ Բոլորին։ Մովսեսը Ահարոնը երեսնիվայր ընկան գետնին։ Եվ միջնորդեցին։ Ասացին, ով Աստված, բոլոր մարմինների հոգիների Աստված, եթե մի մարդ մեղանչի, դու պիտի բարկանաս ամբողջ ժողովրդի վրա։ Դա հուսահատ աղերս էր։ Եվ այն լսվեց։ Աստված հրահանգեց Մովսեսին պատվիրել ժողովրդին, որ հեռանան Կորայի, Դաթանի, Աբիրոնի վրաններից։ Դա վերջին ողորմությունն էր։ Վերջին հնարավորությունը նրանց հետ միասին կուլ չգնալու համար։ Մովսեսը գնաց ապստամբների վրանների մոտ։ Իսրայելի ծերերը հետեցին նրան։ Եվ նա արեց վերջնական հայտարարությունը. «Հեռացեք այդ չարագործ մարդկանց վրաններից։ Մի դիպչեք ոչ մի բանի, որ նրանցն է, որպեսզի չկործանվեք նրանց բոլոր մեղքերի պատճառով»։ Ժողովուրդը նահանջեց։ Դաթանը, Աբիրոնը դուրս եկան իրենց վրաններից։ Կանգնեցին մուտքերի մոտ, իրենց կանանց, իրենց որդիների, իրենց փոքրիկների հետ։ Դա մի տարօրինակ պատկեր էր։ Մարտահրավեր նետող։ Կարծես ասեին, մենք չենք փախչելու։ Մենք այստեղ ենք։ Արեք ինչ ուզում եք։ Եվ այդ ժամանակ Մովսեսն ասաց այն խոսքերը, որոնք կորոշեին ամեն ինչ։ Սրանով կիմանաք, որ Տերն է ինձ ուղարկել այս բոլոր գործերն անելու համար, որ ես դրանք իմ կամքով չեմ արել։ Եթե այս մարդիկ մեռնեն սովորական մահով, կամ եթե նրանց հետ պատահի այն, ինչ սովորաբար պատահում է բոլոր մարդկանց, ուրեմն Տերը ինձ չի ուղարկել։ Բայց եթե Տերը մի նոր բան ստեղծի, երկիրը բացի իր բերանը կուլ տա նրանց այն ամենի հետ, որ նրանցն է, նրանք ողջ իջնեն գերեզման, այն ժամանակ կիմանաք, որ այս մարդիկ արամարեցին Տիրոջը։ Ստեղծել մի նոր բան։ Սա այն արտահայտությունն էր, որն օգտագործեց Մովսեսը։ Եբրայերենում այս գաղափարը հսկայական կշիռ ունի։ Դա պարզապես տարբերվող մի բան չէր։ Դա մի բան էր, որը երբեք գոյություն չէր ունեցել։ Մի աննախադեպ դրսորում։ Մի նշան, որը հնարավոր չէր շփոթել պատահականության, դժբախտ պատահարի կամ բնական ելույթի հետ։ Հենց որ Մովսեսն ավարտեց խոսքը, երկիրը պատասխանեց։ Հողը սկսեց ճաքել։ Դա աստիճանական ցնցում չէր։ Դա հանկարծակի պատրվածք էր։ Երկիրը բացվեց Կորայի ոտքերի տակ, Դաթանի, Աբիրոնի վրանների տակ, այն ամենի տակ, ինչ պատկանում էր նրանց։ Եվ նրանք իջան։ Ողջ ճչալով։ Երկիրը գուլ տվեց նրանց, տղամարդկանց, կանանց, երեխաներին, վրանները, ունեցվածքը։ Ամեն ինչ անհետացավ այն ճեղքի մեջ, որը բացվեց ինչպես քաղցած անխուսափելի բերան։ Եվ հետո գետինը փակվեց։ Կարծես ոչինչ չէր եղել։ Բայց եղել էր։ Շրջակա ժողովուրդը սարսափահար փախավ։ Տեքստն ասում է, որ նրանք փախան նրանց ճիչից, վախենալով, որ երկիրը իրենց էլ կուլ կտա։ Դա համատարած խուճապ էր։ Դա սուրբ սարսափ էր։ Դա այն դաժան գիտակցումն էր, որ Աստված, ում նրանք կարծում էին, թե ճանաչում են, շատ ավելի իրական էր, շատ ավելի սարսափելի, քան իրենք պատկերացնում էին։ Բայց դեռ չէր ավարտվել։ Գրեթե նույն ժամանակ, երբ երկիրը փակվում էր Կորայի նրա ընտանիքի վրա, կրակ դուրս եկավ Տիրոջ ներկայությունից։
Եվ այդ կրակը լափեց 250 տղամարդկանց, ովքեր խունկ էին մատուցում խորանի առջ։ 250 մարմիններ։ Ակնթարթորեն այրված։ Գետնին ընկած բուրվարներ, որոնք դեռ ծխում էին։ Լռություն։ Այդ օրը պետք է լիներ ապստամբության վերջը։ Պետք է լիներ վերջակետը։ Պետք է այնքան խորը դրոշմվեր Իսրայելի հիշողության մեջ, որ այլս երբեք ոչ ոք չհամարձակվեր կասկածի տակ դնել հաստատված կարգը։ Բայց մարդկային սիրտն ավելի համառ է, քան երկիրը, որը կուլ է տալիս, կրակը, որը լափում է։ Հաջորդ օրը, իրենց կյանքի ամենասարսափելի դատաստանին ականատես լինելուց ընդամենը մեկ օր անց, ժողովուրդը նորից տրտնջաց։ Կարող եք հավատալ։ Նրանք ասացին Մովսեսին Ահարոնին. «Դուք սպանեցիք Տիրոջ ժողովրդին»։ Կարծես աստվածային դատաստանը վերաիմաստավորվել էր որպես մարդկային սպանություն։ Կարծես երկիրը կրակը Մովսեսի գործն էին, ոչ թե Աստծո։ Դա վերջին ապացույցն էր այն բանի, որ սրտի ապստամբությունը չի հաղթահարվում արտաքին նշաններով։ Եվ հետո դարձյալ Աստծո ներկայությունը հայտնվեց խորանի վրա։ Եվ դարձյալ խոսքը սարսափելի էր. «Հեռացեք այդ ժողովրդից, որպեսզի ես նրանց մի ակնթարթում բնաջնջեմ»։ Մովսեսը Ահարոնը երեսնիվայր ընկան գետնին։ Բայց այս անգամ փաստարկների համար ժամանակ չկար։ Մի պատուհաս արդեն սկսվել էր։ Մահը տարածվում էր բանակատեղիով։ Այն տեսանելի չէր, ինչպես կրակը։ Դրամատիկ չէր, ինչպես բացվող երկիրը։ Այն լուռ էր։ Արագ։ Անողոք։ Եվ Մովսեսը ակնթարթային որոշում կայացրեց։ Նա ասաց Ահարոնին. «Վերցրու բուրվարը, կրակ դիր զոհասեղանից, խունկ դիր արագ գնա ժողովրդի մոտ, նրանց համար քավություն անելու։ Որովհետև բարկությունն արդեն դուրս է եկել Տիրոջ ներկայությունից։ Պատուհասն արդեն սկսվել է»։ Ահարոնը չվարանեց։ 83 տարեկան հասակում նա վերցրեց բուրվարը, վազեց ժողովրդի մեջ կանգնեց միակ տեղում, որը կարող էր փոփոխություն բերել մեռածների ողջերի միջ։ Մտածեք այս տեսարանի մասին։ Մի կողմից ընկնող մարմիններ։ Մահը առաջանում է ինչպես անտեսանելի ալիք։ Մյուս կողմից սարսափահար մարդիկ, որոնք փորձում են փախչել, չիմանալով, թե ուր վազել։ Իսկ մեջտեղում մի տարեց մարդ, ձեռքերում կրակ խունկ, կանգնած քավություն մատուցելով։ Պատուհասը կանգնեց։ Կանգնեց հենց այնտեղ, որտեղ Ահարոնն էր։ Մի կողմից մահ, մյուս կողմից կյանք։ Եվ երկուսի մեջ մի քահանա, որն անում էր հենց այն, ինչի համար կանչված էր միջնորդել։ Երբ հաշվարկը կատարվեց, թիվը կործանարար էր։ 14700 մարդ էր մահացել այդ պատուհասից։ Եվ դա բացի նրանցից, ովքեր մահացել էին Կորայի ապստամբության ժամանակ։ Տրտնջոցի գինը հսկայական էր։ Բայց գինը կարող էր լինել ամբողջական։ Եթե չլիներ Ահարոնը կանգնած այնտեղ, ողջերի մեռածների միջ, ողջ ժողովուրդը կարող էր բնաջնջվել։ Ահարոնի այս կերպարի մեջ կա մի բան, որն անցնում է դարերի միջով մատնանշում է ավելի մեծ մի բան։ Մի բան, որը շատերը կարդում են առանց նկատելու։ Մի բան, որը դատաստանի այս պատմությունը վերածում է հույսի պատմության։ Որովհետև Ահարոնը այնտեղ չկանգնեց սեփական վաստակի համար։ Նա այնտեղ կանգնեց կոչման պատճառով։ Եվ նա չկանգնեցրեց պատուհասը սեփական ուժով։ Նա կանգնեցրեց պատուհասը, որովհետև ճիշտ տեղում էր, անում էր այն, ինչ պետք է աներ, ներկայացնելով մի բան, որը դեռ լիովին գոյություն չուներ։ Դարեր անց մեկ այլ մարդ կկանգներ նմանատիպ դիրքում։ Ոչ թե անապատի բանակատեղիի մեջտեղում, այլ մարդկության պատմության մեջտեղում։ Ոչ թե խնկով, այլ սեփական մարմնով։ Ոչ թե պատուհասի մի ժողովրդի միջ, այլ մեղքի ողջ մարդկության միջ։ Հիսուսը կանգնեց այնտեղ, որտեղ ոչ ոք չէր կարող կանգնել։ Հենց այն կետում, որտեղ Աստծո արդարությունը հանդիպում էր մարդկային ապստամբությանը։ Եվ այնտեղ, այդ խաչի վրա, նա կլանեց այն, ինչ պետք է մեզ բնաջնջեր։ Սա է ավետարանի սիրտը, որը շատերը գիտեն լսելով, բայց քչերն են իրապես հասկանում։ Սա այն խորությունն է, որը փոխում է ամեն ինչ, երբ դուք վերջապես տեսնում եք։ Հիսուսի վերջին 7 խոսքերը, որոնք ցնցեցին Երուսաղեմը, թվային գիրքը ստեղծվել է հենց հավատքի այս չափումը բացելու համար։ Քրիստոսի յուրաքանչյուր խոսք խաչի վրա բացահայտում է մի բան, որը մեծամասնությունը երբեք չի տեսել։ Եվ երբ դուք տեսնեք, ձեր հավատքն այլս նույնը չի լինի։ Գրկոդը հիմա էկրանին է։
Ուղղեք հեռախոսի տեսախցիկը քառակուսի կոդի վրա, սեղմեք հայտնվող հղմանը մուտք գործեք գիրքը։ Կամ բացեք տեսանյութի նկարագրությունը, պարզապես սեղմեք վերնագրին կամ ավելին ին հեռախոսով, կամ նայեք տեսանյութի ներքում համակարգչով։ Հղումն այնտեղ է։ Յուրաքանչյուր մուտք օգնում է այս ալիքին շարունակել բերել նման բովանդակություն։ Մուտք գործեք հիմա մեկնաբանեք ամեն այստեղ ներքում։ Դատաստանից հետո, պատուհասից հետո, ամեն ինչից հետո Աստված տվեց մի վերջին հրահանգ։ 250 տղամարդկանց բուրվարները, ովքեր բնաջնջվել էին, պետք է հավաքվեին։ Բրոնզը չէր կարող դեն նետվել, այն օգտագործվել էր որպես ընծատիրոջ արջ, այդ պատճառով սրբացված էր։ Բայց այն նա չէր կարող նորից օգտագործվել խնկի համար։ Դա ապստամբությամբ դատաստանով նշված բրոնզ էր։ Ուստի Աստված պատվիրեց, որ բուրվարները կռվեն այնքան, մինչ դառնան բարակ թիթեղներ։ Եվ այդ թիթեղները ամրացվեցին որպես ծածկույթ բրոնզե զոհասեղանի վրա։ Յուրաքանչյուր իսրայելացի, ով կգար երկրպագելու, կտեսներ այդ մետաղը կհիշեր։ Կհիշեր, որ կան սահմաններ։ Կհիշեր, որ կան հետանքներ։ Կհիշեր, որ նույնիսկ 250 իշխանները չկարողացան անցնել այն գիծը, որը Աստված հաստատել էր։ Դա մշտական հուշարձան էր։ Բայց դա միակը չէր։ Դրանից անմիջապես հետո Աստված հրահանգեց Մովսեսին հավաքել մի գավազան 12 ցեղերից յուրաքանչյուրից։ Յուրաքանչյուր գավազանի վրա պետք է գրված լիներ ցեղի առաջնորդի անունը։ Ղի ցեղի գավազանի վրա պետք է լիներ Ահարոնի անունը։ Բոլոր գավազանները պետք է դրվեին խորանի մեջ, վկայության տապանակի առջ, գիշերվա ընթացքում։ Հաջորդ օրը, երբ Մովսեսը մտավ խորան, միայն մեկ գավազան էր փոխվել։ Ահարոնի գավազանը ծլել էր, ծաղկել հասուն նշեր էր տվել։ Մեկ գիշերվա ընթացքում մի կտոր չոր փայտը անցել էր կյանքի մի ամբողջ շրջափուլ, ծիլ, ծաղիկ, պտուղ։ Դա անհնար էր։ Դա գերբնական էր։ Եվ դա վերջնական հաստատումն էր այն բանի, որ Ահարոնի ընտրությունը մարդկային քմահաճույք չէր։ Դա աստվածային նշանակում էր։ Այս գավազանը պահվեց տապանակի առջ որպես հավերժական վկայություն ապստամբների դեմ։ Մտածեք հակադրության մասին։ Ահարոնի գավազանը կյանք էր տալիս։ Կորայի բուրվարները հիշեցնում էին մահը։ Մի մարդ հաստատվեց։ 250-ը բնաջնջվեցին։ Նրանց միշտ տարբերությունը տաղանդի, ծագման կամ քաղաքական ճարտարության մեջ չէր։ Տարբերությունը միակ բանի մեջ էր՝ հնազանդություն Աստծո կողմից հաստատված կարգին։ Կորան մի հարցում իրավացի էր, ողջ ժողովուրդը սուրբ էր։ Դա ճշմարիտ էր։ Բայց սրբությունը չէր նշանակում կարգի բացակայություն։ Դա նշանակում էր նպատակի ներկայություն։ Յուրաքանչյուր մարդ ուներ մի տեղ, մի գործառույթ, մի կոչում։ Եվ երբ մեկը փորձում էր զբաղեցնել այն տեղը, որն իրենը չէր, նա հավասարություն չէր տարածում։ Նա քաոս էր սերմանում։ Կորայի ապստամբությունը արդարության մասին չէր։ Դա նախանձի մասին էր, քողարկված արդարությամբ։ Եվ սա թերս այս ողջ պատմության ամենադժվար դասն է։ Որովհետև նախանձը հազվադեպ է ներկայանում որպես նախանձ։ Այն քողարկվում է որպես մտահոգություն հավասարության համար։ Այն թաքնվում է բանական փաստարկների հետում։ Այն դիմում է արժեքների, որոնք բոլորը հարգում են։ Բայց ամեն ինչի տակ այն ուզում է միայն մի բան՝ դիմացինի տեղը։ Կորան չէր ուզում, որ բոլորը լինեն հավասար։ Կորան ուզում էր լինել Ահարոն։ Եվ այդ ցանկությունը կործանեց նրան։ Երկիրը, որը պետք է պահեր նրան, դարձավ նրա գերեզմանը։ Կրակը, որը պետք է լուսավորեր խորանը, լափեց նրա դաշնակիցներին։ Եվ ժողովուրդը, որին նա ուզում էր առաջնորդել, դիտեց այդ ամենը սարսափահար, փախչելով սեփական ստվերից։ Բայց այս պատմության մեջ կա մեկ շերտ։ Թվոց գիրքը արձանագրում է մի բան, որը շատերը չեն նկատում։ Կորայի որդիները չմեռան։ Ապստամբ ընտանիքի լիակատար կործանման մեջ Կորայի որդիները խնայվեցին։ Ինչպես է դա հնարավոր։ Տեքստը մանրամասն չի բացատրում։ Բայց հրեական ավանդույթը հուշում է, որ վերջին պահին Կորայի որդիները ապաշխարեցին։ Նրանք անջատվեցին իրենց հոր ապստամբությունից։ Նրանք այլ ընտրություն կատարեցին։ Եվ արդյունքը սերունդներ անց Կորայի սերունդները դարձան երգիչներ Երուսաղեմի տաճարում։ Ամենահայտնի սաղմոսներից մի քանիսը՝ Սաղմոս 42, Սաղմոս 44, Սաղմոս 45 այլն, վերագրվում են Կորայի որդիներին։
Մարդը, ով ուզում էր բռնի ուժով մտնել քահանայության մեջ, կուլ գնաց երկրի կողմից։ Նրա սերունդները, ովքեր խոնարհվեցին, պատվավոր տեղ ստացան Իսրայելի երկրպագության մեջ։ Չկա ավելի մեծ հեգնանք և չկա ավելի հստակ ցուցադրություն այն բանի, որ դեպի Աստծո ներկայություն տանող ճանապարհը երբեք ուժով չի եղել։ Այն միշտ եղել է հնազանդության միջոցով։ Այն միշտ եղել է խոնարհության միջոցով։ Այն միշտ եղել է այն գիտակցման միջոցով, որ մենք չենք որոշում, թե ինչպես մոտենալ սրբությանը։ Աստված է որոշում։ Իսկ մեզ մնում է ընդունել կամ կրել։ Հետանքները։ Վերադառնալով դատաստանի վերջին տեսարանին, կա մի պատկեր, որը չի հեռանում մտքից։ Ահարոնը, կանգնած ողջերի մեռածների միջ։ Մի տարեց մարդ, հոգնած անապատում անցկացրած տասնամյակներից, իր ուսերին կրելով ապստամբ ժողովրդի ծանրությունը։ Նա չէր խնդրել լինել այնտեղ։ Նա չէր ընտրել այդ պահը։ Բայց երբ պատուհասը սկսվեց, նա վազեց։ Նա վազեց դեպի բանակատեղի ամենավտանգավոր վայրը, այն կետը, որտեղ մահը առաջանում էր, կանգնեց որպես պատնեշ։ Ոչ թե զենքերով, ոչ թե ճիչերով, խնկով։ Եվ դա աշխատեց։ Պատուհասը կանգնեց այնտեղ, որտեղ նա էր։ Անհնար է կարդալ այս տեսարանը չմտածել մեկ այլ մարդու մասին, ով նման բան արեց։ Ոչ թե անապատում, այլ Երուսաղեմից դուրս գտնվող մի բլրի վրա։ Ոչ թե խնկով, այլ արյունով։ Ոչ թե 14,000 մարդու համար, այլ ողջ մարդկության համար։ Հիսուսը կանգնեց հենց այն կետում, որտեղ Աստծո արդարությունը հանդիպում էր մարդկային մեղքին։ Եվ այնտեղ նա կլանեց հարվածը։ Նա իր վրա վերցրեց այն, ինչ պետք է ընկներ մեր վրա։ Նա կանգնեց ողջերի մեռածների միջ, նրա պատճառով դատավճիռը կանգ առավ։ Կորան ուզեց մոտենալ Աստծուն իր սեփական պայմաններով։ Նա կործանվեց։ Մենք ունենք բաց ճանապարհ, ոչ թե վաստակի, ոչ թե ջանքերի, ոչ թե փաստարկների միջոցով։ Զոհաբերության միջոցով։ Հարցը, որը բաժանում է կործանվողին փրկվողից, ինչու ոչ եսը չէ։ Դա մեկ այլ հարց է։ Մի հարց, որը փոխում է ամեն ինչ, երբ դուք հասկանում եք պատասխանը։ Հարցն է, ինչ է արվել ինձ համար։ Եվ երբ դուք հասկանում եք, թե ինչ է արվել, երբ տեսնում եք խաչի վրա Քրիստոսի խոսքերի իրական կշիռը, ձեր կյանքն այլս երբեք նույնը չի լինի։ Ահարոնը կանգնեց ողջերի մեռածների միջ խնկով։ Հիսուսը կանգնեց ողջերի մեռածների միջ իր սեփական կյանքով։ Եվ տարբերությունը Կորայի նրա միջ, ով փրկվում է, մեկ ընտրության մեջ է ընդունել բացված ճանապարհը կամ փորձել բռնի ուժով բացել սեփական ճանապարհը։ Երկիրը փակվեց այդ օրը Կորայի վրա։ Բայց դեպի Աստված տանող ճանապարհը մնում է բաց, միակ մարդու միջոցով, ով իշխանություն ուներ այն բացելու։ Ընտրությունը հիմա ձերն է։ Այս պատմությունը, որը դուք հենց նոր լսեցիք, անցել է ավելի քան 3000 տարի ձեզ հասնելու համար։ Դա պատահական չէր։ Այստեղ կա մի բան, որը դուք պետք է լսեիք։ Քրիստոսի զոհաբերության մեջ կա մի բան, որը դուք դեռ ամբողջությամբ չեք տեսել։ Հիսուսի վերջին 7 խոսքերը, որոնք ցնցեցին Երուսաղեմը, թվային գիրքը գրվել է հենց դա բացահայտելու համար։ Յուրաքանչյուր խոսք, որ Հիսուսն ասաց խաչի վրա, կրում է մի կշիռ, որը մարդկանց մեծամասնությունը երբեք չի նկատել։ Եվ երբ դուք նկատում եք, հավատքի ձեր ողջ ընկալումը փոխակերպվում է։ Կոդը հիմա հայտնվում է ձեր էկրանին։ Դա այն քառակուսի կոդն է։ Վերցրեք ձեր հեռախոսը, բացեք տեսախցիկի հավելվածը, ուղղեք այդ կոդի վրա։ Անվտանգ հղումը ինքնաբերաբար կհայտնվի։ Սեղմեք այդ հղմանը, դուք կուղղորդվեք այն էջին, որտեղ կարող եք մուտք գործել գիրքը։ Եթե դուք հեռախոսով եք դիտում այս տեսանյութը, հղումը նա նկարագրության մեջ է։ Սեղմեք տեսանյութի վերնագրին կամ ավելին տարբերակին նկարագրությունը բացելու հղումը տեսնելու համար։ Եթե համակարգչով կամ հեռուստացույցով եք, նայեք անմիջապես տեսանյութի ներքում, հղումն այնտեղ է։ Երբ դուք մուտք եք գործում այս գիրքը, դուք նա օգնում եք այս ալիքին շարունակել գոյություն ունենալ։ Յուրաքանչյուր մուտք ուղղակի աջակցություն է, որպեսզի ավելի շատ նման բովանդակություն արտադրվի հասնի այլ մարդկանց։ Այնպես որ, մուտք գործեք հիմա։ Մի թողեք հետոին։ Եվ մեկնաբանեք այստեղ ներքում ամեն բառը, որպեսզի ես իմանամ, որ այս ուղերձը դիպավ ձեզ։ Երկիրը փակվեց Կորայի վրա։ Բայց խոսքը մնում է բաց։ Մուտք գործեք։ Կարդացեք։
Եվ թույլ տվեք, որ ձեր հավատքը փոխակերպվի։